Վերջինս Հայաստանի քաղաքական լրատվական շրջանակներում աղմուկ բարձրացավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ղարաբաղյան կոնֆլիկտին վերաբերող մի ձևակերպման շուրջ։ Մեկնաբանություններ եղան, որ Լավրովը Ղարաբաղը համարում է ադրբեջանական տարածք, այնինչ գոնե դիվանագիտական մակարդակով Ռուսաստանը երբեք էլ չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ավելի զգույշ է գտնվել իր ձևակերպումներում։ Բարձրացված աղմուկի արդյունքում բոլորի ուշադրությունից վրիպեց Լավրովի մեկ այլ շատ հետաքրքիր մեկնաբանություն։ Ղարաբաղյան բանակցությունների ընթացքին հետևողները նկատած կլինեն, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները չընդունելու ու ձեռք բերված պայմանավորվածություններից ետ կանգնելու մեջ, եւ ըստ էության Լավրովը լույս սփռեց, թե ինչում է խնդիրը, որ կողմերը վերջին շրջանում չեն կարողանում համաձայնության գալ որոշակի համատեղ ընդունելի հիմքով բանակցելու հարցում։ Медведев, в то время президент Российской Федерации, выразил готовность постараться поискать компромисс между позицией Армении, которая настаивала на том, что для нее приемлемо в качестве основы для переговоров вариант мадридских принципов 2007 года, и позицией Азербайджана, который считал необходимым работать на основе варианта 2009 года. Այստեղից էլ կարելի է գալ եզրակացության, որ 2007 թվականին մշակված սկզբունքները վերամշակումների արդյունքում այնպիսի արտացոլում են գտել 2009 թվականի նորացված տարբերակում, որ այն առավել ձեռնտու է դարձել Ադրբեջանին, ու փաստորեն Հայաստանը նորացված մադրիդյան փաստաթղթի հավասարակշռության հարցում ետընթացը գիտակցելով, փորձում է բանակցային գործընթացը գոնե վերադարձնել 2007 թվականի առաջարկած պայմանների շեմին։ Սա այն դեպքում, երբ նույնիսկ 2007 թվականի սկզբունքների հիմնական կետերի հրապարակումից հետո շատ կոշտ քննադատություններ եղան, որ այս փաստաթղթում ձեռնտու չէ հայկական կողմերի համար, շատերը դրանում լուրջ վտանգներ էին տեսնում, եւ միակ զսպող հանգամանքը այն է, որ մադրիդյան սկզբունքները առաջարկում էին կոնֆլիկտի կարգավորման փաթեթային լուծում, այսինքն վերջնական համաձայնություն կլինի, երբ կողմերը համաձայնության գան բոլոր մանրամասների շուրջ։ Չնայած, որ Ադրբեջանը ձգտում է հրաժարվել այս մոտեցումից, պնդելով, որ նախ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը։ Այս համատեքստում, երբ ասենք ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոմպետենտ չլինելով սխալ արտաքին քաղաքականություն է վարել, ավելի քան տարօրինակ է։ Ընդհանրապես, բանակցային գործընթացի ընթացքում կողմ երկրներից մեկում նախագահի փոփոխությունը միշտ որոշակի ռիսկ է ստեղծում, որ նոր նախագահը կարող է հրաժարվել նախկին պայմանավորվածություններից ու ամեն ինչ նոր էջից սկսելու խնդիր դնել։ Մադրիդյան սկզբունքների առաջին տարբերակի շուրջ համաձայնությունից անցել է արդեն 6 տարի։ Այդ ընթացքում հայ հանրության շրջանում բավականին լուրջ տեղաշարժեր են տեղի ունեցել հայկական կողմի հնարավոր զիջումների սահմանների շուրջ։ Մարդկանց դիրքորոշումն առավել անզիջում է դարձել ազատագրված տարածքների հարցում, բայց փաստորեն Սերժ Սարգսյանը ոչ միայն չի կարողացել օգտագործել այդ զարգացումները, այլ նրա նախաձեռնողականության արդյունքում գործընթացները հասել են նրան, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը քննադատելով նախորդներին, այնուամենայնիվ փորձում է բանակցությունների հիմքը կրկին տեղափոխել գոնե 2007 թվականի համաձայնության դաշտ։ Ընդ որում նկատենք, որ սա հեշտ խնդիր չէ, հատկապես, որ այս տարիներին ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում Թուրքիայի ձեռքերի ազատումը մեր երկրի տնտեսական վիճակի վատացման պատճառով Հայաստանի թուլացումն ու ապաշնոր արտաքին քաղաքականությունը հանգեցրել են այնպիսի մի վիճակի, որ Ադրբեջանը ավելի ու ավելի շատ զիջումներ կորզելու խնդիր է դնում իր առջև ու շանտաժներ է անում։ Եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի նույնատիպ քաղաքականությունը, ապա մենք Լավրովից եւ ոչ միայն Լավրովից կլսենք ավելին, քան երեկվա հայտարարությունը, քանի որ թույլ եւ հեշտ սակարկվող զիջումների պատրաստ կողմից միշտ էլ ավելին են սպասում։